Զինվորներին այլևս չեն տրամադրվելու կրծքավանդակին փակցվող Աշոտ Երկաթ խաչ կրծքանշանները։ Այս ավանդույթը դադարեցվում է։ Հայկական բանակի նորակոչիկների համազգեստից եւ հանդերձանքից այլևս կբացակայեն խաչերը։ Կարող ուրիշ բաներ որոշեն ամրացնել կամ չգիտեմ ինչ ձևով այդ ամեն ինչը իրականացնեն, բայց ամենայն դեպս այլևս այն ինչ որ մենք անում ենք, կարծում եմ այդ ձևով չի լինելու։ Ամեն տարի գարնանային եւ աշտանային զորակոչերի ժամանակ բարերարների աջակցությամբ նորակոչիկներին տրամադրվում էին արծաթյա խաչեր։ Այդ գործընթացը հիմնականում իրականացվում էր նվիրատվությունների հաշվին։ Որովհետև ըստ հրամանի գնդերեցը, եթե կարելի այդպես արդեն բնորոշել, անմիջական ենթական է դառնում զորամասի հրամանատարի, ինքը ըստ իրենց այսպես ձևակերպման զինվորական կոչում պիտի ունենա այլևս եւ զինվորական կոչում ունենալով նաեւ բանակի մի ամբողջական մաս կազմի, չնայած ես չեմ պատկերացնում այդ ինչպես պիտի այդ իրագործվի եւ նաեւ ցավը ու ափսոսանք եմ ապրում այն փաստից, որ իրենց մոտ մտայնություն կար, որ մինչև հիմա մենք բանակի մաս չէինք կազմում, փաստորեն։ Իդեպ, զինվորական հագուստի նախկին տարբերակում կտորի վրա կային նաև թաքնված խաչերի պատկերներ։ Նոր համազգեստի դիզայնով պայմանավորված այդ խաչերը եւս չեն լինելու։